Քրեական ոստիկանության գլխավոր վարչության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչության ծառայողները ստացած օպերատիվ տեղեկությունն իրացրին ապրիլի 11-ին, ժամը 22:10-ին Երևանի Սայաթ-Նովայի պողոտայում իր բնակության հասցեի մոտ իրավապահները ձերբակալեցին Telegram սոցիալական հարթակում գրանցված էջերի միջոցով թմրամիջոցների ապօրինի շրջանառությամբ զբաղվելու մեջ կասկածվող 30-ամյա տղամարդու։ Այդ պահին նրա հետ էր նաև 26-ամյա երիտասարդ, որը դիմեց փախուստի, ինչը սակայն կարճ տևեց։ Երկուսն էլ տեղափոխվեցին համայնքային ոստիկանության կենտրոնական բաժին։ 30-ամյա տղամարդու խուզարկությամբ հայտնաբերված ծխախոտի տուփի մեջ կար զիպ փականով տոպրակ, լցված կոկաին տեսակի թմրամիջոցի նմանվող 10 գրամից ավելի փոշենման զանգվածով։ 26-ամյա երիտասարդի խուզարկությամբ հայտնաբերվեց ապակե կաթուցիչ տեղնականաչավուն զանգվածով։ Կազմված փաստաթղթերն ու ձերբակալվածները ներկայացվել են Կենտրոն և Նորք մարաշվարչական շրջանների քննչական 2-րդ բաժին։ Հանգամանքները պարզվում են։ Ծանուցում ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունը ապացուցված չէ Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճռով։